Արգելի մեր շատ սիրելի վարչապետ ջան, ես մի հաց եմ կուզեմ ինձ միշտ շատ դիգն եղել է, ես իրոքից մեր համ քաղաքը կսիրեմ, համ մեր թաղը կսիրեմ, ինքը շատ լավն է, Գյումրի կենտրոնն է, ես կուզենամ իմանալ, այս մեր զուգահեռ փողոցը կսարկվի թե չէ, ինքը շատ լավն է, ես չեմ ուզեմ մեր քաղաքները բոլոր փողոցները լավն են, մենք հիմա ուզում ենք այս երկու փողոցը մի քիչ աշխուժացնել, մի քիչ ժողովուրդը տրամադրել։ Մենք շատ լավ տրամադրված ենք ու շատ շնորհակալ ենք ձեզանից, որ սարքում եք մեր փողոցները։ Հա, թող գա, շատ ուրախ կլինեմ ու շատ շնորհակալություն, շատ մերսի, Աստված ձեզ հետ։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, պիտի խնդրեմ այցի նպատակին մասին խոսենք եւ տեսանք, որ մի քանի տեղանքներ կատարված աշխատանքի վերաբերյալ ձեր կարծիքը։ Նու ընթացքը ինձ թվում է բավարար է, կցանկանանք իհարկե ավելի արագ լինել։ Կումայրի ֆոնդը գիտեք, որ ստեղծել ենք հիմնադրամը, այդ աշխատանքներն են քննարկել։ Լենտեքստ, ճիշտ է, հիշում իր անդլայնման խնդիրները, ինչ խոչընդոտներ ունեն բիզնեսի զարգացման համար։ Նոր պատահական կոշիկի արտադրություն եւ նոր խանութը նկատեցինք։ Օգոստոսին գալու ենք Շիրակի մարզ այցելությամբ շատ ավելի ֆունդամենտալ, բոլոր հիմնախնդիրները լուծելու համար եւ կարծում եմ այն ծրագրերը, որ իրագործելու ենք այստեղ, ճիշտ են ու հեռանկարային։ Պարոն վարչապետ, պիտի խնդրեմ Ռուստավերի փողոցի շինարարության հիմա ինչ փուլում է։ Սեպտեմբերին ավարտում են։ Մենք կարծում եմ շատ օրինակելի նոր մշակույթով, ենթակառուցվածքներով փողոց ենք ստեղծում։ Եվ ջուրը, եւ գազը, եւ էլեկտրոէներգիան, եւ կապը, եւ նաեւ իհարկե փողոցային շինարարության մշակույթը։ Կտեսնեք լավ բաներ։ Գոհացնող էր արված աշխատանքները, ժամկետների մեջ կտեղավորվեն։ Համենայն դեպս իրենք ասում են, որ սեպտեմբերին ավարտում են եւ արդեն կանցնենք Շիրազ, չէ, Շիրազ փողոցը։ Հաջորդը Շիրազն է։ Պարոն վարչապետ, նաև բժշկական քոլեջ այցելեցիք, նպատակը ո՞րն է բժշկական կառույցի հետ կապված։ Բժշկական քոլեջը մտադիր ենք տեղափոխել ավելի լավ, ավելի հարմարավետ շինություն եւ բժշկական քոլեջը օգտագործենք այս փողոցների զարգացման համար։ Եվ ընդհանրապես տենց մենք նայում ենք այլ պետական գույքեր, արտակարգ իրավիճակների նախարարության տարածքն ենք նայել, այցելել ենք բարձրավոլտ էլեկտրոցանցերի տարածք, որտեղ քաղաքապետի խոսքերով շատ ավելի հարմարավետ եւ պրակտիկորեն բոլոր այդ խնդիրները լուծում ենք տալի քաղաքի համար։ Նույնպես առանձին ծրագիր մեր մշակույթի նախարարությունը պատրաստում է մշակույթի կենտրոնի ճիշտ անվանումը չեմ հիշում, երևի պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։